Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրները բաղընթիրներ, Վանաձայնի եթերով էպտիմադեդրի էջով, ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Չորեքշաբթի 28 հունվար 2026-ի երեկոյան Արևմտյան Միացյալ Նահանգներու թեմի առաջնորդ Գեղամ arczepiskopos Խաչերյան ընդունեց Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր եւ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Լիլիթ Քալստյանի այցելությունը։ Ընկերակցությամբ ՀՅԴ բյուրոյի Ամերիկայի Արևմտյան շրջանի անդամ Դարոն Դերխաչատուրյանի, Գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գարո Մանդելյանի եւ անդամներու Դեսակցության ներկա գտնվեցան ազգային վարչության ադանաբեդ Վահե Հովագիմյան եւ անդամներ, Գետրոնական վարչության անդամ Գայձակ Զեյթլյան եւ ազգային վարչության դիվանաբեդուի Քնար Քորտոշյան։ Գեղամ arczepiskopos Խաչերյան ողջունեց այցելու հյուրը, ընկերագիցներն ու ներկաները։ Աբա մդերմիկ զրույցի ընթացքին դեղեցություններ փոխանցեց արևմտյան թեմի վերջին տարիներու իրակորձումներու մասին, շեշտելով, որ համայնքային կյանքի կորձունեության դաշտերու ընթարցակման զուգահեռ ավելցած են նաև գարիքները, որոնց բավարարման համար ազգային առաջնորդարանի հոգևոր եւ աշխարհիկ պատասխանատու մարմինները անձնագազմն ու մարդուժը ներկայացված են դքնաչան աշխատանքի։ Զրույցի ընթացքին անդրադարձ կատարվեցավ նաև նվիրաբեդական երկու կետրոններով գործող հայ եկեղեցու թարավոր բակմության, քոյութենական իմաստին եւ ազգային հայրենասիրական նկարակիրին, ընդգծելով անորթերն ու դեղը հայ ժողովրդի կյանքին մեջ։ Միացյալ Նահանգներ այցելության ձիրին մեջ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր եւ ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Քալստյան Հայ թադի Միացյալ Նահանգներու արևմտյան շրջանի կորձակցաբար դեսակցություն ունեցավ կոնգրեսականներ Ջուդի Չուի եւ Լորա Ֆրիդմանի հետ։ Դեսակցության ընթացքին գոհմերը քննարկեցին Բաքուի մեջ բավող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մնացյալ կերներու վերադարձի հարցը, ինչպես նաեւ հայ առաքելական եկեղեցու թեմ հարցակումները։ Հայտնենք, որ Լիլիթ Քալստյան այցելեց նաև Ասպարեզի խմբակրադուն եւ խորհրդակցություններ ունեցավ օրաթերթի խմբակիր Արա Խաչատրյանի հետ։ Քալստյանին ընկերակցեցավ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գարո Մանդելյան։ Խորհրդակցության ընթացքին քննարկվեցան ՀՅԴ-ի առաջնահերթությունները եւ Հայաստանի ու հայության դիմակրաված մարտահրավերները։ Քալստյան շեշտեց, որ Հայաստանի ներկա կառավարությունը քոյութենական դակնաբիմը արժեվ դրած է երկիրը, շեշտելով, որ խորհրդարանական հարաճիգա ընտրությունները լավ արիթմ են անհրաժեշտ բարեփոխումները իրականացնելու համար։ Քալստյանն նաև հայտնեց, որ Սփյուռքը կարևոր դերակատարություն ունի հայրենիքը դիմակրաված մարտահրավերները հաղթահարելու եւ Բաքուի մեջ բավող հայ կերիներուն ազատ արձակումը եւ Արցախի ժողովրդին վերադարձի իրավունքը ապահովելու համար։ Ան նաև արտահայտվեցավ Միացյալ Նահանգներու մեջ իր ունեցած հանդիպումներուն մասին դպավորիչ նկատելով հատկապես Փիլիպոս եւ Ֆերահյան ազգային վարժարաններուն իր արձելությունը եւ դեղվին աշակերտներուն հետ ունեցած իր հետաքրքրական զրույցները։ Արևմտյան Ամերիկայի հայտարարի հանձնախումբը խստորեն դադարեցրեց Medicare-ի եւ Medicaid-ի սպասարկություններու կենտրոններու CMS վարիչ դոկտոր Մեհմեդ Օզիի կողմէ վերջերս կատարված հայտարարությունները, որոնց մեջ Լոս Անջելեսի մեջ ենթադրյալ առողջապահական զեղծարարությունները կգապվին օդար աստեցություններու հետ ներառյալ ռուսահայ հերոսագախմբերու, ինչպես նաև հայ ինքնություն, հայերենը եւ համայնքային ներկայությունը կներկայացվին իբրև հանցագործության ցուցանիշ։ Հայ թադի հանձնախումբը կշեշտե, որ զեղծարարությունը անկասկած հանցագործություն է եւ յուրաքանչյուր հաստատված օրենքի խախտում պետք է քննվի եւ բաժվի օրենքի ձիրին մեջ, անկախ հանցագործին ցակում են։ Սակայն օրենքի քերագայությունը կպահանջի փաստեր եւ ոչ թե ակնարկներ կամ ենթադրություններ, որոնք հիմնված են միայն լեզվի, մշակույթի կամ ցեղային պատկանելիության վրա։ Հանրային պաշտոնատարները բարտավոր են բաբանել սահմանադրության թե դարը եւ թե ոգին։ Երբ իրավաբաններու հրեդորապանությունը գշեղի թեպի ցեղային ընթարացումներ, անվտանգի տակ կտնե քաղաքացիական իրավունքները եւ ամբողջ համայնքները։ Ամերիկահայերը, ինչպես բոլոր ամերիկացիները, արժանի են օրենքի առջև հավասար արտարադատության։
հայտնեց Արևմտյան Ամերիկայի հայտարարի հանձնախումբի ադենաբեդ Օշին Հարությունյան, նույն ադեն գոչնելով Օզին եւ CMS-ին։ Անհաբաղ վերցնելու եւ սրբակրելու այն հայտարարությունը, որի ենթադրյալ զեղծարարությունը կգաբե հայկական ինքնության հետ։ Ապահովել, որ բոլոր քննությունները ըլլան հստակ փաստերով վրա հիմնված եւ ոչ թե խտրական։ Հրաժարիլ համայնքներու հավաքական մեղադրանքները, համագործակցել համայնքային գարույցներու հետ վստահություն վերականգնելու եւ քաղաքացիական իրավունքներու ամբողջական պաշտպանություն ապահովելու համար։ Հայտարարը նաև կնշե, թե կոնգրեսի բազմաթիվ անդամներ հետևողականորեն դադարեցված են ամերիկահայերու եւ այլ փոքրամասնություններու հաստատագրված ադելության խոսքերը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան երեկ դարձյալ խոսեցավ Արարատ լեռան մասին, ուրանալով անոր հայկականությունը։ Արարատ թե Արաքած հարցը հետևյալին մասին է՝ պետություն թե ոչ պետություն, նշեց ան։ Հայաստանի միջազգայինորեն ջանցված դարածքին մեջ գա Արարատ եւ այդ Արարատը մեծացած համայնքն է եւ Արարատի մարզն է, բայց Արարատ լեռ Հայաստանի մեջ չկա։ Եվ եթե դուք այդ մեկը չեք նկատած եւ մենք չենք նկատած, այդ կվգայի այն մասին, որ պետություն եւ ոչ պետություն հասկացողություններով միջև սահմանազատում չէ կատարված եւ մենք կատարեցինք այդ մեկը, որովհետեւ մենք պետություն ենք, մենք Հայաստանի Հանրապետությունն ենք, սա Փաշինյան։ Փաշինյանի կողմնակություն հայտնեց Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններուն համար։ Ադրբեջանի նախագահային տված շարք որոշումներու մասին իմ կողմնակությունս արտահայտած եմ եւ մասնավորապես եթե Ադրբեջանի ջամփով Հայաստան պիտի գա ծորեն եւ վարելանյութ, ապա ես չեմ կարծեր, որ անոր համար մենք պետք է քննադատենք Ադրբեջանը եւ չեմ ասել, որ մեղադրենք զայն, ըստ Փաշինյան։ Ղարաբաղյան շարժումի մասին Փաշինյան գրկնեց Արցախեն ցերպազատման իր ցանոթ տեսակետները։ Նոր դարվան ուղերձից մեջ նշեցի, որ այն մոդեցումը թե Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ, այդ աշխարհակաղակական թագարտի մեջ գտնվողի խոսակցությունն է։ Ճշմարտությունը այն է, որ Հայաստանը մերը չէր եւ այլևս մերն է։ Գկարծեմ միանգամընդ միշտ պետք է փակենք այդ խոսակցությունը, որովհետեւ Հայաստան եւ Ադրբեջան համաձայնած են Ալմատայի հրճակակերին հիման վրա ճանչնալ իրարու դարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ այդ թեման ինձ համար փակված է։ Ես ալ Հայաստանի ժողովրդին հրաբարագային ուղիղ երբով հայտնած եմ, որ Ղարաբաղի շարժումը պետք չէ շարունակվի, ըստ Փաշինյան։ Իր խոսքը շարունակելով Փաշինյան նշեց, որ իբրև Հայաստանի վարչապետ գործեքրեմ այդ գիծը եւ եթե քաղաքացիները սխալած կնկատեն զիս եւ համաձայն չեն այս քաղաքականության հետ, գոչ կուղեմ, որ հեղափոխություն կատարեն։ Ես չեմ կարծեր, որ երկիրներու մեջ վարչապետներ եղած են, որ ժողովրդին ըսած են հեղափոխություն կատարեցեք։ Ժողովուրդը հեղափոխություն չէ կատարած եւ մենք այդ քաղաքականությունը կշարունակենք, հայտնեց Փաշինյան եւ բռնակրավյալ դարածքներու անդրադառնալով ըսավ. Ես իմ ուղերձներս մեջ դարածքներու մասին հստակ դիրքորոշում արտահայտած եմ։ Ասած եմ, որ Հայաստանի գրավյալ դարածքներուն հարցը գլուծվի սահմանազատումի գործընթացով եւ համոզված եմ, որ գլուծվի։ Բագրատ arczepiskopos Կալստանյանի երեկվան տադական նիստին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի զեկուցներուն մաղթեց, որ իրենց երկիրներուն մեջ ունենան այնպիսի ժողովրդավարություն, ինչպես որ կա Հայաստանի մեջ։ Այս գործը սկսած է ինձմով։ Ես առաջին գալանավորված հոգևորականն եմ, որբեսի ես մինակ չլամ ձուխի ծածկույց ստեղծած են հայտնելով, թե գա ահապեգիչներու խումբը, որ գախյալ է հոգևորական եմը եւ հովանավորված է եկեղեցվո կողմը։ Հաջորդ քայլը եղած է Միքայել Սրբազանը, հաջորդը Մգրդիչ Սրբազանը, Արշակ Սրբազանը եւ այսօր ալ քրեական կորս հարուցած են Քարեկին երկրորդ վեհապարին դեմ։ Չլսված բացմություն է այս։ Տադական նիստի ընթացքին հայտնեց Պարքրատ Սրբազան։ Սրբազանի խոսքով հայրենավաճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովին ասաց է, որ եկեղեցականներու հանդեպ հալածանք չկա։ Հալածանքը մեր բադիժն է։ Հալածանքով ոչ մեկը չի վախցներ մեզի։ Եկեղեցու եւ ինքնության հանդեպ հալածանք կա։ Եվ ես կցավեմ, որ այս տադարանը մեղադրողներով հանդերձ մասնագից կլա այդ հալածանքին եւ մեր ինքնության դեմ որևէ քայլի։ Պակրատ Սրբազան պահանջած է, որ մեղադրող կողմը հստակ կերպով ներկայացնե կորձին էությունը, առանց քաղաքական կամ այլ ենթախորակիրներու։ Ան իր խոսքին ավարտին նշած է. Դուք գեղձավորներ եք, բդած գերեզմաններ,
Տողցերի երգիներուն մեջ Հայաստանի նման ժողովրդավարություն ըլլա։ Հայ արաքելական եկեղեցու թեմ քրեական նոր կորձ հարուցվեցավ այս անգամ տադական վճիրը չկատարելու հոդվածով։ Կորձը գվերապերի Մասիացոնցի թեմի առաջնորդի պաշտոնե դադրած եւ 2 օր առաջ գարկալույց հրճակված նախկին Գևորգ եպիսկոպոսին աշխարհի կանոնով Արման Սարոյանին։ Տադական որոշումին մեջ նշված է. Բարդավորեցնել պատասխանող հայաստանյան արաքելական Սուրբ Եկեղեցի գրոնական գազམ་ագերբությունը եւ այլ անձերը առանց խոչընդոտի ապահովել Արման Սարոյանի պաշտոնաբարումը Մասիացոտնի թեմի առաջնորդի պաշտոնին մինչև եզրափակիչ տադական կորձ կայացնելը։ Արկիլել իրականացնել որևէ գործողություն, որ գրնա որևէ կերպով խոչընդոտել Արման Սարոյանը, իբրև Մասիացոտնի թեմի առաջնորդ իրականացնելու իր իրավասությունները եւ բարդավորությունները։ Ամենայն հայոց կարեկին երկրորդ կաթողիկոսը վարչապետի հագագաթողիկոսական արշավի միացած 10 եպիսկոպոսներեն Գևորգ Սրբազանը պաշտոնանկ ըրած էր հիմնվելով այն իրողության վրա, որ վերջինը թեմի քահանաներուն վրա ջնշումներ կգործեր։ Գևորգ եպիսկոպոս տատ բացած եկեղեցու թեմ։ Տադարանը թեև զայն ժամանակավորապես վերականգնած էր թեմի առաջնորդի պաշտոնին վրա, բայց Սուրբ Էջմիածինի համար այդ որոշումը ոչ մեկ իմաստուն էր։ Հիմնավորումը անփոփոխ էր։ Եղած եկեղեցու ներքին կյանքին հագասահմանադրական միջամտություն է։ Ավելին, Գևորգ եպիսկոպոս գարկալույց հրճակվեցավ։ Հայաստանի քննչական կոմիտեին հաղորդակցությունեն կդեղեկացվի, որ քրեական նույն նոր կորձը նախաձեռնված է, որովհետև Սուրբ Էջմիածինը Գևորգ Սրբազանին ոչ միայն չէ վերահաստատած իր պաշտոնին վրա, այլև զայն գարկալույց ըրած է։ Քննչականին հաղորդակցությունը հրապարակվեցավ 3 երեկոյան, իսկ օրվան առաջին կիսուն վարչապետ Փաշինյան ըսավ հետևյալը. Իմիջի այլոց հոն արդեն մենք իրավական արձանագրություններ ունենք եւ բոլորը բարդավոր են բեդության մեջ հաշիվի նստիլ իրավական արձանագրություններու հետ։ Անգախ անգե թե ուր աշխատին վարչապետեն գարավարության շենքին մեջն են, թե որևէ այլ դեղ ներառյալ դուք եւ այն բոլոր մարդիկը, որոնց անունները գուտակ։ Եկեղեցու փաստաբանները կհաստատեն, որ թեմի առաջնորդը ոչ թե աշխատանքային պայմանակիրով, այլ ուխտով կգապվի կաթողիկոսին։ Հոն թադական աշխարհիկ ադյանները եւ աշխատանքային օրենսգիրքը դեղ չունին։ Պաստապան Մարինե Ֆարմանյան մամլոզրույցի ընթացքին ասավ, որ Սուրբ Էջմիածինը չի գրնար թադական որոշումը կորզատրել։ Տադարանը իրավունք չունի Սուրբ Էջմիածինին բարդատրել կամ անոր գործողություններուն մասին թադական կորձ հարուցել։ Աշխարհիկ տադարանը չի գրնար հոգևոր կանոններուն մեջ մտնել եւ եկեղեցական գարկեր սահմանել կամ գարկերու մեջ փոփոխություն կատարել։ Ավելին, որոշել թե կաթողիկոսին բացառիկ լիազորությունը իբրև հայրաբեդ ինչ գործողություններ ունի։ Ֆարմանյան կատարվածը անհեթեթ նկատեց։ Արդարև այս գործով պատասխանողը եկեղեցին է։ Վեհապարին դնորինությամբ եպիսկոպոսը հերացվեցավ իր պաշտոնեն, ապա գարկալույց եղավ։ Իսկ քրեական օրենսգիրքի այն հոդվածը, որմով քննչականը գործողություն կկատարե, կնախադեսե կամ դուքանք, կամ մինչև 150 ժամ դեպողությամբ հանրային աշխատանք, կամ ալ մինչև 2 տարի բանդարգություն։ Հարկելի ունգընցիրները վագընթիրներ վանացանի եթերով էպտիմադեդրի էջով CZD-ին ներգացնելու հայկական աշխարի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնի աղորդաբար Անտոնին եմ ներսեսը։ Մնացեք միշտ վանացանի ունգընթիր։